Պարոն Դանիելյան, ես ձեզ խնդրում եմ, որպեսզի ձեր մեզ նախ, եթե հնարավորություն կլինի, ներկայացրեք ելույթի տեսքով արդյոք հարցով դիմել եք ձեր քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին եւ նրան հարցրել եք արդյոք Պողոս Պողոսյանի պրիվետ ռոբ արտահայտությունից հետո, երբ նրա տիկնապահները այդ մարդուն բերման են ենթարկել զուգարան եւ ծեծելով սպանել նրան, դա իրավաչափ չէ, արդյոք դա ինչպես է առնչվում երկրի ղեկավարի դիրքին, նրա թիկնազորի գործունեությանը եւ գործողություններին եւ նաեւ ուզում եմ հարցով դիմել եւ հարցնել, արդյոք դուք ձեր քաղաքական առաջնորդին հարցրել եք արդյոք մարտի 1-ին, երբ Չերեմուխա 7-ով ուղիղ կրակոցով ցուցարարներ էին սպանում փողոցում եւ նաեւ հրազենով կրակում էին բալկոնից նայող մարդկանց, արդյոք այդ հրամանը նա ուղիղ էր տվել որպես երկրի ղեկավար եւ գերագույն գլխավոր հրամանատար, թե այդ հրամանը տվել էր ներքին գործերի նախարարը կամ ոստիկանության, որ սպաներ արդյոք այդ հրամանը տվել, քանի որ դուք շատ հետաքրքրասեր եւ ուղղամիտ եւ ուղիղ խոսող մարդ եք իմ աչքում թվացել, կխնդրեմ, հիմա չեք կարող ցավոք պատասխանել, հիմա իմ հերթն է խոսելու, պատասխանեք այս հարցերին, որովհետեւ ինձ շատ հետաքրքիր է, որ դուք այդքան նրբանկատ եւ հոգատար եք քաղաքացիների նկատմամբ, նաեւ ձեր քաղաքական առաջնորդի քաղաքական ղեկավարման ընթացքում սպանված քաղաքացիների նկատմամբ եք այդքան հոգատար, թե ոչ։